24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Բարև ձեզ, պարոն Դանիելյան, շնորհակալ եմ մեզ կալվելու համար։ Խոսենք այն մասին, որ Փաշինյանը ժամանակի շուտ քարոզարշավ է սկսել, իհարկե ինք ներկայացնում է որպես ներկուսակցական քարոզարշավ, բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ դա նաև համապետական ընտրություններին պատրաստվելու միջոց է, որովհետև նա հայտարարություններ անում այդ քարոզարշավի ժամանակ հենց ընտրությունների վերաբերյալ։ Դուք ինչով եք պայմանավորում այս ոգևորվածությունը, այս ակտիվությունը Փաշինյանի, այսօր է Սյունիք է գնացել եւ նկատելի է, որ ամբողջ թիմով փորձում են հետո արդեն տիրաժավորել այն ամեն ինչը, ինչ այդտեղ խոսվում է, պայմանավորումը եւ այլն։ Այս ակտիվությունը ինչ բացատրություն ունի։ Ակտիվության հետ համաձայն եմ, ոգևորության հետ կվիճեի, որտեղ իմ տպավորությունը այն է, որ իրանք պանիկայի մեջ են։ Պանիկայի մեջ են, որտեղ իրենց առաջ դնում են իրական թվերը սոցհարցումների եւ իրենց վիճակը չափազանց վատ է, իրենք հաղթելու որևէ հնարավորություն չունեն։ Եվ դրա համար իրենք փորձում են ինչ-որ ակտիվություն ցուցաբերել եւ այլն, բայց այդ ակտիվության ժամանակ, եթե դուք ուշադրություն դարձնեք, իրենք ասելիք չունեն։ Իրենք ինչ են անում, ինչ-որ բաներ են ուտում, ուրախանում են, որ իրենց ուտելու process-ները քննարկվում են, կամ այս գործող վարչապետը կամերա առաջ նստում է ինչ-որ երաժշտություններ դնում եւ ապուշ գլխակով, ապուշ դեմքով նայում է։ Սա ցույց է տալու, որ իրենք ասելիք չունեն։ Ասելիք չունենալը ունի շատ կոնկրետ պատճառներ, որտեղ իրենք իրենց քարոզարշավը կառուցում են խաղաղություն եւ պատերազմ գաղափարի վրա։ Իրենք բերում են խաղաղություն եւ խաղաղությունը արդեն եկել է, դուք չեք տեսնում, որ խաղաղությունը եկել է։ Եվ խաղաղության գրավականը Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններն են եւ այդ թրիփի ճանապարհը, որ ահա տեսեք, աշխարհի ամենախոշոր գերտերությունը եկել այստեղ շահեր ունի 90-76%-ով վերահսկելու այդ ճանապարհը եւ ոչ ոք չի համարձակվի հարձակվել Հայաստանի վրա։ Մենք տեսնում ենք ճիշտ հակառակը, այս Իրանի հետ տեղ ունեցող գործընթացներում, պատերազմում, որ այն արաբական երկրները, որտեղ Միացյալ Նահանգների բազաներ կան, այդ բազաները ռմբակոծվում են, մեծ մասով ոչնչացվել են։ Այսինքն Միացյալ Նահանգները չի կարողանում պաշտպանել իր դաշնակից երկրներին իր ռազմաբազաների միջոցով, իր նավատորմի միջոցով։ Հիմա այդ թրիփը, որը հենց Իրանին կպած է, ինչպես է պաշտպանելու։ Այսինքն, երբ որ դու բերում ես մի երրորդ երկիր տարածաշրջանից դուրս, որը ունի հակասություն եւ պատերազմական գործողության մեջ է տարածաշրջանի երկրների հետ, Իրանի հետ եւ ըստ էության Ռուսաստանի հետ, Ուկրաինայում պատերազմ է գնում։ Այսինքն, այս նախագիծը բերում է պատերազմ, ոչ թե խաղաղություն, եւ այս գործող իշխանությունը ըստ էության դա պատերազմի կուսակցություն է։ Իրենք պատերազմ են բերում իրենց պարզունակ, պրիմիտիվ հաշվարկների շնորհիվ։ Այն բոլոր գաղափարախոսությունները, որ իրենք վերցրել են խաղաղություն, պատերազմ, նախկին ներկա, այսինքն օլիգարխներ եւ ժողովրդավարություն չի աշխատում, որովհետեւ երբ որ իրենք խոսում են, ահա տեսեք, ընտրությունների ժամանակ օլիգարխներն են մասնակցում ընտրություններին, իսկ մենք բերում ենք ժողովրդավարություն եւ այլն, չեն տեսնում, որ ժողովրդավարական երկրներում նույն օլիգարխիան է, տիրում։ Մակրոնին Ֆրանսիային որ հարցնում են ով է, ասում են Ռոթշիլդի մարդն է։ Մերցին ցանկացած գերմանացու, որ մոտենակ եւ հարցնեք ով է Մերցը, կասի Black Rocks guy, այսինքն Black Rock-ի տղեն է, ինքը Black Rock-ը, որը արդեն 14 տրիլիոն դոլար է տիրապետում։ Տրամպի մասին չենք խոսում, ասենք օլիգարխների գլխավոր բանակնացները միլիարդատերեր են, իր Փեսան Կուշները, Վիտկոֆը եւ մյուսները, իրեն ովքեր իշխանություն բերեցին, իրեն պաշտպանում են աշխարհի ամենաուժեղ հարուստ մարդ, ասենք Մասկը, ընտրությունների ժամանակ, IT օլիգարխները, այդպես են կոչում, չէ, Տրիլը եւ մյուսները, Այսինքն մենք տեսնում ենք արևմտյան ժողովրդավարության այդ բաստիոններում օլիգարխներ են։ Եվ այսպես կարող ենք շարունակել նախկին ներկա եւ այն իրենք գաղափարական առումով արդեն պարտված են, այս իշխանությունը պարտված է եւ դրա համար ուրախ ավտոբուսում իրենք մենակ ուտելիքներ են, ուտում եւ ուրախանում, որ դա լուսաբանվում է։ Դա էլ է քննարկում եւ միգուցե նրանք մտածում են, որ թեկուզ վատ քննարկումը արդեն իսկ իրենց օգտին է։ Այո, իրենք այդպես են մտածում, բայց այս ժամանակները արդեն անցել են, որ սև PR-ը նույնպես PR է, իրենք անդադ ուզում են լրահոսը իրենք լցնեն, բայց ես կարծում եմ նաեւ այս իրանական պատերազմի
հետևանքով Իրանը, եթե էլի դիմանա, չհանձնվի, իսկ Իրանը ըստ էության չի հանձնվում եւ որևէ քայլ չկա իշխանություն փոխելու Իրանում, ապա այս գործող իշխանությունը, ես կարծում եմ արդեն ապրիլի երկրորդ կեսին իրենք արդեն կրախի են մատնվելու։ Ինչու՞։ Արդեն որովհետև իրենց գաղափարախոսական բոլոր այդ կարգախոսները իջիկ են դառնում խաղաղություն ու պատերազմի եւ այլն, հա, այսինքն Իրանը դիմանալով տրիպի հարցը փակվում է, Միացյալ Նահանգները անվտանգություն ապահովող երկրի այդ իմիջը քանդվում է մեր տարածաշրջանում եւ տարածաշրջանը դառնում է պատերազմի օջախ։ Եթե լրահոսին հետևում եք, արդեն Միացյալ Նահանգներում կոչ են անում, որ այ տեսեք մեր դաշնակից Ադրբեջանը վտանգի տակ է Իրանից եւ Ռուսաստան եւ Իրան Կասպից ծովով իրենք բեռնափոխադրումներ են անում եւ սպառնալիք են Ադրբեջանին մեր դաշնակցի դեմ, դրա համար մենք պետք է ռազմական ներկայություն ունենանք Կասպից ծովում, այսինքն իրենց դաշնակիցներն Ադրբեջանը, Թուրքիան, իրենք արդեն ռազմական ուղղակի ներկայություն են ապահովելու եւ գուցե նաեւ պատերազմական գործողություններ են լինելու, բնականաբար դրա համար օգտագործվելու է թրիպ կոչվածը առանց մեզ հարցնելու, այսինքն ընդհանրապես մեր տիրապետությունից դուրս է գալի եւ այս գործող իշխանության այդ խաղաղության ծրագիրը կրախի է մատնվում եւ նաեւ հանրությունը արդեն սկսում է այս ամեն ինչը գիտակցել, որ սա ոչ թե խաղաղության կուսակցություն է, այլ պատերազմի կուսակցություն է, այդ ամեն ինչը բացահայտ ձևով արդեն պարզ կլինի իմ տեսակետից ապրիլի երկրորդ կեսին եւ ապրիլի երկրորդ կեսին այս գործող իշխանության ցուցանիշները ավելի ցածր են իջնելու եւ իրենք հասկանալու են, որ իրենք արդեն պատրաստ են եւ կսկսվի խոճապը։ Բայց հիմա Փաշինյանը խոսել էր, որ դեռևս այս թրիփի հետ կապված գործընթացներ առաջ չի գնում, ասում է այլ գործերով է ԱՄՆ-ն զբաղված։ Հիմա գալու են էլի ընթացք տան թրիփին։ Այսինքն կարևորվելու է ավելի։ Իհարկե չի կարևորվելու, եթե Իրանը Չէ, որ ասում եք օգտագործելու են, դրա համար եմ ասում։ Եթե Իրանը պարտվում է այդ դեպքում թրիփը կորցնում է իր նշանակությունը, եթե Իրանը չի պարտվում, Իրանը թույլ չի տալու իր սահմանի գետի մյուս ափին ճանապարհ լինի, որը ռազմավարական նշանակություն ունի։ Թույլ չի տալու ուղղակի, դա չի լինելու։ Երկու դեպքում էլ այդ ճանապարհը իր իմաստը կորցնում է։ Եվ երրորդ ամենավատ տարբերակը այն է, որ ուղղակի ռազմական գործողություններ սկսեն տրիպը օգտագործելով արդեն հարավային Կովկասում եւ Կասպից ծովի ավազանում։ Այդ դեպքում դա արդեն մեր համար կատաստրոֆա է լինելու։ Կարծում եք երկարատև պատերազմ կլինի կամ ԱՄՆ-ն իսկապես կհրաժարվի գործելուց, որովհետև այնքան հակասական են Թրամփի հայտարարությունները։ Մեկ ասում է այն խնդիրը, որ մենք դրել ենք, արդեն կատարել ենք, հետո ասում է, որ մենք մյուս շաբաթ ուժեղ հարձակում ենք գործելու Իրանի դեմ։ Հիմա ինչ է ծրագրել։ Ինքն էլ չգիտի, թե ինչի մասն է խոսքը։ Թրամփին լրագրողները հարց են տալի, ասում են, այ տեսեք, դուք ասում եք, որ դեր բոլոր նպատակներին հասել եք։ Արդեն խնդիր չկա շարունակելու։ Ձեր պատերազմի նախարարը ասում է, որ մենք դեռ չենք սկսել, մենք դեռ նոր ենք սկսելու, այսինքն պատերազմը դեռ նոր է սկսվելու։ Հիմա ինչպես հասկանանք ձեր ասածը եւ ձեր նախարարի ասածը, Թրամփ ասում է, կարելի է եւ այսպես ասել, եւ կարելի է եւ այնպես ասել։ Չէ, ես ուզում եմ ասեմ, այդ մարդը արդեն իր խոսքի արժեքը ըստ էության 0 է դարել եւ 0 է դարել եւ միջազգային հանրության մոտ եւ առաջերտին Միացյալ Նահանգներում եւ իր ասած որևէ խոսք հիմք ընդունելը արդեն իմաստ չունի, ինքը ամեն օր կամ օրը մի քանի անգամ ինքը իրեն հակասում է, բայց մի բան ակնհայտ է, հատուկ է անում, որ շփոթության հատուկ չի անում, գիտեք ինչ է, երբ որ մարդ հիմար բաներ է խոսում, դա նշանակում է իր իրավիճակն է հիմար, հա, այսինքն քայլ չունի անելու եւ Միացյալ Նահանգներում այդ հակապատերազմական շարժումը ուժեղանում է եւ սկսած երկրորդ համաշխարհային պատերազմից բոլոր պատերազմների ժամանակ ամենացածր հանրային վարկանիշն է ունեցել այս պատերազմը Իրանի։ Ուրեմն եղել Վիետնամ է եղել եւ Իրաք է եղել եւ տարբեր Դոմինիկյան Պանամա եւ այլն, հա, տարբեր պատերազմներ է վարել Միացյալ Նահանգները, Կորեա։ Ամենացածր վարկանիշը երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած Իրանի պատերազմն է։ Միացյալ Նահանգների հանրությունը չի հասկանում այդ պատերազմը ինչի համար են, իրենց տղաները ինչի համար են զոհվում։ Եվ ամենակարևորը, երբ որ իրենք ունեին պլան A, Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, պլան A-ն հետեւյալն է, իրենք
սկսում են ռմբակոծել, ժողովուրդը դժգոհ է, դուրս է գալի փողոցներ, ղեկավարությանը սպանում են, իշխանությունը փոխվում է եւ Իրանը մտնում է Միացյալ Նահանգների վերահսկողության տակ։ Դա պլանն էր։ Այդ պլանը ձախողվել է։ Հիմա պլան B իրենք չունեն, այսինքն հաջորդ քայլը չունեն։ Եթե իրենք շարունակելու են ռմբակոծել Իրանը ռմբակոծելու է իրենց դաշնակիցներին եւ Միացյալ Նահանգների բազաներին։ Ինչի մասին խոսել են, կրկին հաստատել են, որ այդպես անելու են։ Այդպես անելու են։ Եթե նույնիսկ հիմա քննարկում է, եթե տակտիկական միջուկային զենք օգտագործեն, ապա դա ոչ մի բան չի փոխում, եթե ցամաքային գործողություն չի լինում։ Ցամաքային գործողություն Միացյալ Նահանգները չի կարող 9000 կիլոմետր են կողմ բերել զորք նավերով, դրանց ապահովել, պարենով եւ այլն, վառելիքով եւ այլն, եւ զոհեր տալ Իրանի տարածքում, դա Միացյալ Նահանգները ուղղակի իրեն չի կարող թույլ տալ եւ Թրամփը ըստ էության ինքը իմպիչմենտի կենթարկվի, որովհետեւ նոյեմբերին միջանկյալ ընտրություններն են կոնգրեսում եւ սենատում, ակնհայտորեն արդեն Թրամփը պարտվելու է եւ գնալու է իմպիչմենտի գործընթացը։ Այսինքն այս իրավիճակում Միացյալ Նահանգները շատ ծանրագույն վիճակում է հայտնվել եւ նաեւ իր բոլոր դաշնակիցները արդեն սկսել են երես թեքել։ Այսինքն ինչ որ բայից հետ քայլ կանի ԱՄՆ-ն, թե արդեն արել է։ Հետ քայլ անելը նույնպես շատ դժվար է։ Այսինքն դու հայտարարել ես, որ գնում ես պատերազմի, պետք է ինչ-որ արդյունքներ ունենաս, արդյունքները չկա, քո միլիարդավոր դոլարների ռազմաբազարները, ռադարները, հակաօդային պաշտպանությունը եւ այլն մեծ մասը ոչնչացվել է, ու դու որևէ արդյունք չունես, քո արդյունքը այն էր, որ իշխանությունը փոխվի, չի փոխվում։ Ավելին, Իրանի հեղինակությունը աշխարհում բարձրանալու է դրանից հետո, որովհետև դա մի երկիր է, որը միջև վերջ իրեն կարողացավ պահել, կապիտուլյացիայի չենթարկվեց եւ այդ դեպքում բնականաբար Իրանի դերը եւ նշանակությունը մեծանալու է։ Եվ ամենակարևորը, իրեն գլխատելով ամբողջ ղեկավարությունը, ցույց տվեցին, որ այդ Իրանում կա կառավարման համակարգ, կորպորատիվ համակարգ, ում դուրը գալիս է Իրանի ռեժիմը, ում դուրը չի գալի իրենց գործն է, բայց այդ համակարգը գործում է, դա կորպորատիվ համակարգ է։ Դա մյուս երկրների նման չի, հա, ոնց որ դեռ Մադուրոին գողանում ես, երկիրը իր կուրսը փոխում է, կամ Սադամ Հուսեյնին կախաղան ես բարձրացնում, կամ Կադաֆին, երկիրը փլուզվում է, հա, մեկ անձի վրա կառուցված երկրներ է։ Իրանը ցույց տվեց, որ ինքը մեկ անձի վրա կառուցված երկիր չի։ Բնականաբար Իրանի հեղինակությունը կբարձրանա։ Հիմա այս կոնտեքստում առանձնապես հասարակությունն է դուրս չի գալիս մեծ թվով, այն թիվը, որ անհրաժեշտ է իշխանափոխության համար փաստորեն։ Չկա եւ չկա կազմակերպված ընդդիմություն։ Եթե չկա կազմակերպված ընդդիմություն, ով է իր վրա վերցնելու այդ իշխանափոխության պատասխանատվությունը։ Չկա այդ սուբյեկտը։ Դու չգիտեմ ինչի չկա, որովհետև տարբեր պատճառներով չկա, կամ ընդդիմությունը չկարողացել կայանալ, կամ վերահսկողության տակ են վերցվել, դրսից որևէ խարիզմատիկ դեմք չհաջողվեց, հա, իրենք կայացնել, այդ շահի որդին դա ըստ էության ազգի դավաճան է, որովհետև ինքը այս վիճակում, երբ որ երկիրը ռմբակոծում են, զոհեր կան, դպրոց են ռմբակոծում, աղջիկներ են զոհվում 100-ից ավել եւ այլն, ինքը կոչ է անում շարունակել։ Բնականաբար նման մարդը ծաղրացում չի կարող ընկալվել որպես ալտերնատիվ ղեկավար։ Այդ առումով Իրանը ցույց տվեց, որ ինքը կայացած պետություն է։ Դա Իրաք չի, դա Լիբիա չի, եւ նաեւ շատ նույնիսկ վերցնենք Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներում նախագահը փոխում է, ներքին արտաքին քաղաքականության կուրսը փոխվելու է։ Իրանում բոլորին սպանում են, բայց կուրսը չի փոխվում։ Վերադառնալով մեր խնդիրներին, ասում եք, որ սոցհարցումներ են դրել նրանց սեղանին եւ ԿՊ-ն հասկացել է, որ իրենց վիճակը լուրջ է, բայց մենք տեսանք վերջին սոցհարցումները, որը Հանրապետական ինստիտուտի կողմից էր արված, 3 անգամ ավել ձայն ունեին նրանք, ի տարբերություն ընդդիմադիր տեխնացուների, եւ բացի այդ Փաշինյանն ասում է 65% նշաձող ենք դրել եւ մենք կհասնենք դրան։ Հիմա ինչ մասն է սա խոսում։ Սա խոսում է հետեւյալի մասին։ Նայեք, սա մեկ անձի իշխանություն է Հայաստանում ձևավորված, մենք Իրանից ենք, չէ՞, խոսում, որ անձի իշխանություն չի։ Եվ այս անձի իշխանությունը որոշակի մարդկանց խմբեր են ձևավորվել տարբեր եղանակներով, ինչ որ մարդկանց պարգևավճար են տալի, պատահական չէ, որ հիմա պարգևավճարները չեն նորից որոշել բաժանել, թոշակներ են բարձրացնում, այդ ապահովագրությունը բժշկական մցրել են, հա, ասենք տարեց մարդկանց համար, այսինքն սա ընտրական կաշառքներ է։ Եվ այս process-ում շատ կարևոր է,
որ քու թիմը չփլուզվի, որտեղ այդ թիմում չկա ոչ գաղափարական արժեքներ, ոչ կա ապագայի տեսլական, ոչ մի բան չկա, այսինքն սա ուղղակի ինչ որ շահի վրա հիմնված մարդկանց խումբ է, մի մասն էլ վախի վրա, քաղաքապետներ, գյուղապետներ, բոլորի վրա, շատերի վրա քրեական գործեր են դրված, վախի մթնոլորտում ձևավորված թիմ է, երբ որ հանրային տեսակետը փոխվում է, այդ թիմը շատ արագ փլուզվելու է, ինչի մասին ես ասում եմ, կարող է մենք ապրիլի երկրորդ կեսին ահագին սյուրպրիզներ ունենանք այդ առումով, եւ դրա համար, որպեսզի դու ցույց տաս, որ դու տիրապետում ես իրավիճակը, ինքը նման հայտարարություններ անում, որ 65% ձայները այդ ձևի նշաձող ունի, այլ նայեք սոցհարցումներ, տեսեք սոցհարցումներով հանրությունը մեծ մասը մեծ ձայն է տալի, մենք ամենաշատ ձայն ունեցողն ենք, հա, այսինքն սա հոգեբանական ազդեցություն են ուզում ունենալ, որպեսզի այդ թղթի համակարգը վերջնականապես չփլուզվի, բայց համենայն դեպս բոլոր մարդիկ ունեն շրջապատ, շփվում են, տեսնում են վերաբերմունքը ոնց է փոխվում, հա, այս անձնավորության նկատմամբ, նույն այդ իրենց թիմակիցները նույնպես տեսնում են, հա, որ իրենք հանրային աջակցություն լայն չունեն, եւ այդ նման սոցհարցումները, կեղծ հարցումները, նման հայտարարությունները 65%, կարող ասի 90% մեր նշաձողը, դա զուտ դրա այդ պատճառն է, հա, ինքը փորձում է հոգեբանական առումով թույլ չտալ, որ իր թիմը փլուզվի։ Այսինքն ձեր կարծիքով Փաշինյանը լարված վիճակում է։ Իհարկե դուք չեք տեսնում նրա վիճակը, այդ ելույթները հիստերիկ, հա, երբ որ օլիգարխներին թույլ չենք տա դրսից 80,000 քվեարկող են ուզում բերեն, 80,000 քվեարկողը ոնց եք բերելու, դա պատկերացնում եք, դա ինչ մարդկային հոսք անելու ընտրություններից մի քանի օր առաջ, ուղղակի ֆիզիկապես հնարավոր 5000 ինքնաթիռի ռեյս պետք է լինի, այդ մարդկանց գումար պետք է տալ, իրենց մնալը, ուտելը եւ այլն, հա, դուք ասում եք ֆանտաստիկ գումարների մասին է խոսքը։ Հունիս ամիսներին Դանիել Հովհաննիսյանն է ասում, նույնիսկ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն։ Դա երևի մի քանի 100 միլիոն դոլարի օպերացիա է եւ նույնիսկ եթե դա անեն, Հայաստան 80,000-ով իրավիճակ փոխել հնարավոր չի կորձինալ առումով։ Դա կարող է լինել, երբ որ 50 կամ 45 է, այդ 80,000 ձայնով ինչ որ բան կարելի է ազդել, բայց ռեալ իրավիճակի վրա ազդել նույնիսկ այդ դեպքում հնարավոր չի։ Այդ հիստերիան, այդ վախը, դա դրա արտահայտությունն է, նաև այդ վախի արտահայտությունը Եվրոպայում այս գործով Ստրասբուրգում էս անձնավորության ելույթն է։ Ուրեմն տեսեք ինքը ինչ ասում, ինքը ասում է մենք բերել ենք ինքնիշխանություն, մենք Արցախում պարտվելով, զոհեր ունենալով եւ այդ զոհերը նրա համար են, որ մենք վերջապես պարտվենք ու դառնանք ինքնիշխան երկիր։ Հիմա ինքը ասում է ինքնիշխան երկիրի ղեկավար է ու գնում է Ստրասբուրգ ու ինչ է ասում, ինքը դրսից մարդիկ է հրավիրում Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդելու համար։ Այսինքն եկեղեցու դեմ է բամբասում, այնտեղ ասում է ԿԿԲ-ի լրտեսներ են, երևի բան կանեն, հա, ԿԿԲ-ն արդեն 30 քանի տարի գոյություն չունի, ԿԿԲ-ն եւ ՖՍԲ-ն տարբեր կառույցներ են։ Ինչ որ ասում է, որ ուրիշ երկրներից ուզում են ազդել մեր ընտրության վրա, եւ նաեւ ուրախանում է, որ այդ երկրներից հրավիրում է, որ գան ազդեն մեր ընտրության վրա, հա, այսինքն եւ այս մարդը իրեն կոչում է ինքնիշխան երկրի ղեկավար, որ Հայաստանը ինքնիշխան է դառել։ Դե ասում այդպես ժողովրդավարությունն են պահպանում, անկախությունն են պահպանում ավելին։ Հա, եկեք մեզ մեր ընտրություններին խառնվեք, ձեր զորքերը բերեք Հայաստան, ձեր հատուկ ծառայությունները լցրեք Հայաստան, որ պաշտպանենք մեր ինքնիշխանությունը։ Այսինքն այդ բոլոր կարգախոսները եւ բաները, կարգախոսները իր դեմ են դուրս եկել։ Աջակցություն չի ստանում, կարծում եք, եւ պատահական է այդ ամեն ինչը ասում։ Իսկ ձեր կարծիքով մեկը լինի հիմա Եվրոպային ինչ որ պաշտպանի, Եվրոպան պետք է գա Հայաստան ընտրությունների վրա ազդեցություն ունենալ։ Մոլդավյան մի բան է, որ ամբողջովին Եվրոպայում է գտնվում, հա, մի կողմից Ուկրաինան է, մյուս կողմից Ռումինիան է եւ այլն։ Այսինքն Մոլդավիայում ինչ որ բան անելը նույնիսկ դրսի ձայների միջոցով ընտրություն փոխել, ինչը տեղի ունեցավ, չէ, Մոլդավիայում, Եվրոպայում գտնվող մոլդովացիների ձայներն էին,
Հայաստանում նույնիսկ դա գոյություն չկա։ Տեսեք Հայաստանը որտեղ է գտնվում, ինչ խնդիրներ ունի, այսինքն Եվրոմիությունը ոնց կարող է ազդել ընտրությունների վրա։ Այսինքն սա հիստերիկ դրսևորում է, սա վախի արտահայտություն է, կգնացել է վերջի տարբերակը փորձելու ասելու եկեք ինձ փրկեք։ Դե օգնել միգուցե այն ձևով, որ թույլ չտան որոշ կուսակցությունների մասնակցել եւ այս առումով արձագանքները եթե լինեն, իրենք ձայն չհանեն։ Թույլ չտա Հայաստանի շուտ կուսակցություններ մասնակցեն ընտրություններին։ Իսկ Եվրոպայից պետք է գան։ Չէ, ուղղակի աչք փակեն։ Եթե արդեն իրենք թույլ չտան, մեծ աղմուկ բարձրանա եւ այլն, նրանք լրությամբ աչք փակում են։ Աչք բնականաբար փակելու են։ Ու դες ասեմ, որ արդեն Եվրոպայի վիճակն է շատ լուրջ։ Դուք տեսեք Եվրոպայում ինչ բաժանումներ ա գնում։ Էլ չեմ խոսում Հունգարիայի, Սլովակիայի մասին, եվրոպական երկրներում ինչ ընդդիմություններ են ձևավորվել, որ շուտով ընտրություններ են լինելու տարբեր մակարդակներում, բաց չի ինչ ազդեցություն կունենա, բայց ասեք նաև Իսպանիան է միացել։ Ինչպես է Իսպանիան պահում։ Իսպանիան ասում է, որ արդեն ըստ էության դիվանագիտական առումով վերջի բառեր են օգտագործում պաշտոնյաները, բարձրագույն վարչապետ, փոխվարչապետ, Գերմանիայի կանցլերը հասցեին։ Նման բան չի եղել երբեք։ Հիմա այդ Եվրոպան, որը վառելիքի ճգնաժամի առաջ է կանգնած, տնտեսական ճգնաժամի առաջ է կանգնած, դեմոգրաֆիական խնդիրների առաջ է կանգնած, միգրանտներն են, տնտեսությունը ըստ էության քայքայվում է, հա, Ֆրանսիայի նախագահը ասում է պարզ չի 5 տարի հետո Եվրոմիություն կլինի, թե չի լինի։ Հիմա Եվրոմիությունը էլ խնդիր չունի, գա հարավային Կովկասում Նիկոլ Փաշինյան, հա, վարչապետ սարքի։ Այդ դեպքում ինչու է գնացել Սա վախի արտահայտություն է, գիտեք ինչ է, եթե խեղդվողը ձեռքերը փրփուրներին է գցում։ Այս իշխանությունը որևէ շանս չունի վերարտադրվելու։ Նույնիսկ եթե ինչ-որ կուսակցություններ արգել են մասնակցելու եւ այլն, էլի շանս չունի։ Ու իր շանսերը գնալով ավելի են փալչում։ Եվ այս հիստերիկ պահվածքը իրենց հիստերիկ հայտարարությունները, այդ ուրախ ավտոբուսները եւ այլն իրենց չի փրկելու։ Բայց երբ որ Փաշինյանը մարզեր է գնում, մարդկանց հետ հանդիպում է, դուք ունեք այդ տպավորությունը, որ իսկապես աջակցություն չունի։ Ես ձեզ ասում աջակցողներ կան, դե ուղղակի ընդհանուր այո, աջակցողներ որոշակի տոկոս կա, որոշակի աջակցողներ տեղական ինքնակառավարման մարմինները բերում են, ոնց որ պատարակներին ավտոբուսներով շրջիկ խմբեր ունեն, չէ, ասենք այս մարզից բերում են մի 500 հոգի ապահովելու համար պատարակին մասնակցելու եւ այլն, այդ ձևի ապահովում են, բայց ես ձեզ ասեմ, ինձ արդեն այդ այցերը չեն հետաքրքրում եւ ես նույնիսկ չեմ էլ հետևում դրանց, նույնիսկ իր ելույթները չեմ հետևում, որ դրանք արդեն զրոյական արժեք ունեն։ Իսկ ընդդիմությունը ինչ շանսեր ունի, եթե չմիաբանվի, չմիավորվի։ Եվ այն որ ասում է թույլ չենք տալու, իսկապես գործընթացներ կլինեն թե ոչ, հաշվի առնելով նաև արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը։ Ավելի լուրջ եք վերաբերվում այդ ծառայությանը։ Դուք տեսեք այդ ծառայության ղեկավարը ով է եւ համապատասխան վերաբերմունք ունեցեք ու պարզ չէ ծառայությունը Հայաստանից է ղեկավարվում թե դրսից։ Ու այդ իրանց բաները, որ իրենք տարածում են մի քանի անգամ, չէ, զեկույցներ են տարածել, ուղղակի ծիծաղալի է։ Ես ու դուք նստենք դրանից լավ զեկույց կգրենք։ Պրիմիտիվ բաներ են ու քաղաքական ենթատեքստ ունեցող, քաղաքական պատվեր իրականացնող։ Դե թեկուզ պատվեր իրականացնող։ Հիմա եթե այդ մասին գրել են, ինչ է սա նշանակում։ Ես նշանակում որ գործողություններ է հաջորդել։ Այդ նույն հաջողությամբ լեգիտիմացնում են իրավական։ Կարար հայկական ժամանակ է այդ զեկույցը գրել։ Նույն ազդեցությունը կունենար։ Այսինքն վստահել, որ Հայաստանի հետախուզական ծառայությունը ինչ-որ լուրջ տվյալներ ունի, ինչ-որ զեկույց է հրապարակում, ծիծաղալի է, ցավոք սրտի է ծիծաղալի։ Ցավոք սրտի մենք նման ծառայություններ ունենք Հայաստանում կամ չունենք նման ծառայություններ։ Հիմա այդ զեկույցներում ինչ ասված, որևէ նշանակություն չունի։ Բայց նպատակը ինչ է սպասվում։ Նպատակը սկսվել է գործընթացները։ Նպատակը գիտեք ինչ, քարոզչական տիրույթում։ Քարոզչական տիրույթում սկսել է նպատակը ինչ որ մարդկանց ձերբակալել, ինչ որ կուսակցություններ արգել, ըստ իրենց խոսքերի, ինչ որ բան, դա չի օգնելու, դա որքանով նման քայլերի ես գնում, դու այնքանով ոչ լեգիտիմ իշխանություն ես դառնում, որտեվ իրենք նաև լեգիտիմության վերջի կարգախոսային էր, որ գիտեք ինչ, մեր ժողովուրդն է ձայն տվել, մենք ինչ կուզենք, այն էլ կանենք։ Հիմա եթե քեզ ժողովուրդն է ձայն տվել, դու ինչ ես բախենում ժողովրդի ձայնից։ Նույնիսկ այդ վերջի
հիմքը, որ իրենք օգտագործում են իրենց իշխանության, նույնիսկ դա է սպառվում այս նման պահվածքի պատճառով։ Ասում եք ոչ մի արդյունք չի թույլ թողնի, եթե օրինակ մի քանի ուժի կամ երկու ուժի օրինակ թույլ չտան մասնակցել, ինչպես չի փոխվի իրավիճակը։ Որտեւ եթե դու ինչ-որ ուժերի թույլ չես տալի մասնակցել, դա դու ցույց ես տալի քո թուլությունը։ Եվ վերջապես, ես իմ տեսակետն եմ ասում, կարելի է չէ ասել, քանի որ այս ընտրությունները լեգիտիմ չեն, բոլոր ձայները տվեք մեզ, ովքեր մասնակցում են, մենք 6 ամսից հետո նոր ընտրություններ ենք կատարում արդեն բոլոր ուժերի մասնակցությամբ, որ լինի լեգիտիմ իշխանություն Այսինքն ճիշտ Հայաստանում։ պայմանավորվածություն է պետք Իհարկե ճիշտ պայմանավորվածություն է պետք ընդդիմադիր ուժերի միջև։ Իսկ ինչ նշանակում է ընդդիմությունը միավորվել կամ չէ, ինչ է նշանակում միավորվել։ Միավորվել նշանակում է ունենալ մեկ նպատակ՝ այս իշխանությունը փոխել, միմյանց դեմ որևէ քայլեր չիրականացնել եւ վերջում հասնել նպատակին այս իշխանությունը փոխվի։ Դրանից հետո ես կարծում եմ, այս իմ անձնական տեսակետն եմ հայտնում, որ արդեն ռեալ իշխանական իշխանության ձևավորման գործընթաց կլինի եւ դա կբերի երևի մոտ ապագայում երկրորդ արտահերթ արժանտրություններին, որտեղ արդեն ռեալ, արդեն կուսակցությունները իրենց լուրջ ծրագրերով հանդես գան եւ հանրությունը կարողանա հանգիստ ընտրություն կատարել։ Այսինքն երկրորդ ընտրություն կլինի, կարծում եք։ Ես կարծում եմ դա տրամաբանական է։ Եվ դա որ ամիսներին կլինի այդ դեպքում, Ես չեմ կարող ասել, որ ամիսներին։ Իշխան Սաղաթելյանը ասում էր, որ մեխանիզմներ կա մշակված, բայց պետք է միասին հավաքվենք, հասկանանք, քննարկենք հենց այդ պլանները թույլ չտալու համար, հակազդելու համար Փաշինյանի գործողություններին, որովհետև հիմնականում դաշնակցության մասին է խոսում, որ կարող է թույլ չտան մասնակցել ընտրություններին եւ ուժեղ Հայաստանին։ Ինչի պետք է թույլ չտան։ Դե արդեն սկսվել է հայտարարություններ դաշնակցության դեմ, երկար ժամանակ ինչ սկսվել է, ասում են դաշնակցության եւ ուժեղ Հայաստանին թույլ չեն տալու։ Հիմա նա ասում էր պետք է հավաքվենք, հասկանանք, քննարկենք, մեխանիզմներ մշակենք։ Առաջի անգամ եմ լսում, որ դաշնակցությանը կարող է թույլ չտան մասնակցել ընտրություններին։ Իսկ ուժեղ Հայաստանի դեպքում։ Ուժեղ Հայաստանի դեպքում, այո, իրենք վախ ունեն, հնարավոր է նման քայլի գնան, բայց այդ քայլը կլինի կատաստրոֆա իրենց համար։ Ինչ առումով։ Հասարակական ընդվզումից պետք է վախենան։ Հասարակական ընդվզումից, այս ընտրությունների ոչ լեգիտիմ ճանաչելուց եւ վերջին հաշվով ես ասում եմ, կարելի է կոչ անել բոլորը ձայն տան այն ուժերին, որոնք ընտրություններին մասնակցում են եւ նրանք հայտարարեն, որ մի քանի ամիս հետո նոր ընտրություններ են լինելու եւ այն ժամանակ արդեն կորոշվի իրական իշխանությունը կձևավորվի։ Դրա դեմ իրենք ոչ մի քայլ չունեն։ Այսինքն կատաղի պայքար է սպասվում, ոնց հասկանում ենք։ Փաշինյանը որովհետև հեշտ չի հրաժարվելու այն հանգամանքից, որ ինքը չանցավ։ Ես կարծում եմ արդեն երկու անգամ ասացի, ապրիլին այս իշխանության փլուզման գործընթացը սկսվելու է ապրիլի վերջից։ Այսինքն ընտրության արդյունքները մենք կարող ենք տեսնել արդեն միջև ընտրության ակտը։ Դա պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումով։ Նաև աշխարհաքաղաքական զարգացումով, նաև իրենց բոլոր այդ նախընտրական կարգախոսների փլուզումով, խաղաղության այդ ծրագրի փլուզումով եւ բոլորը կհասկանան, որ սա պատերազմի կուսակցություն է, այլ ոչ թե խաղաղության։ Իսկ ընդդիմությունը չպետք է ներկայացնի խաղաղության իր օրակարգը, իր ծրագիրը։ Ընդդիմությունը պետք է ներկայացնի Հայաստանի զարգացման ծրագիրը, օրակարգը, խաղաղության գրավականը հնարավոր է այն դեպքում, երբ որ այն հզոր երկրները, որոնց շրջապատում Հայաստանը գտնվում է, իրենց բոլորի շահերը համադրվեն, հաշվի առնվեն, դա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները մեր թշնամին է, Եվրամիությունը մեր թշնամին է, մենք իրենց հետ բոլորի հետ պետք է շարունակենք աշխատել, բայց նորից եմ կրկնում, եթե կան երկրներ Իրան, Ռուսաստան, դու այդ շահերը չես համադրում, դու բերում ես պատերազմի, ինչպես եղավ հիմա կատարվում է ծոցի երկրներում։ Միացյալ Նահանգների դաշնակիցներն են, Միացյալ Նահանգների բազաներն են այնտեղ գտնվում, մի քանի տասնյակ միլիարդի ներդրումներ են եղել այդ բազաների վրա, շատ հագեցած, ամենավերջին տեխնիկայով հագեցած, եւ այդ երկրները հիմա ռմբակոծվում են եւ իրենց Միացյալ Նահանգները չի կարողանում պաշտպանել, դե Միացյալ Նահանգները շատ հեռու է գտնվում։ Հիմա, եթե այդտեղ համադրվեր Իրանի շահերը, այդ դեպքում դա կլներ խաղաղության եւ զարգացման տարածաշրջան։ Նույնը վերաբերվում է մեզ, այսինքն այս դասերից պետք է օրինակ քաղել։ Օրինակ, եթե թրիփը կյանքի չկոչի նոր իշխանություն, սա պատերազմի առիթ չի, իրենք էդ են ասում։ Եթե թրիփը թող կյանքի կոչվի,
Թրիփում թող հաշվի առնվի նաև Իրանի շահերը հյուսիս-հարավ ճանապարհի, հաշվի առնվի Բայց դա Ռուսաստանի հնարավոր բան շահերը, է։ նույնիսկ Թուրքիայի շահերը։ Գիտեք ինչ, Հայաստանի իշխանությունը, եթե ուզում է բերել խաղաղություն, ինքը պետք է այս առաջարկներով հանդես գա եւ այս ծրագրով գնա։ Եթե դու դառնում ես այս տարածաշրջանում կողմ ինչ որ մեկի դեմ, դու ռմբակոծվելու ես, դու պատերազմի օջախ ես դառնալու։ Շատ պարզ խնդիր է, որը պետք է հասկանալ, ու նույնիսկ ով որ չի հասկանում, ուղղակի հետևում է լրահոսին ու տեսնի թե ծոցի Իրենք երկրներում ինչ է համոզում են, որ այդ կատարվում։ ճանապարհը ընդհանրապես տնտեսական համագործակցություն է ենթադրում, ոչ մեկի դեմ չի գործելու։ Միգուցե առայժմ այդպես է, բայց ինչ որ փուլից փոխվի։ Կարծում եք։ Եթե մենք ուզում ենք լուրջ խոսակցություն ունենալ, եկեք այս իշխանության հայտարարությունները չքննարկել, հա, այլ փորձել իրականությունը տեսնել։ Շնորհակալ եմ զրույցի Խնդրեմ։ համար։ Զրուցում էի Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։